Հոկտեմբերը սկսվեց տնտեսական ակտիվության սպասումներով։ Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը վերելք է գրանցել։ Անցած տարվա համեմատ մեր երկիրը ԱՊՀ խմբում առաջընթաց է գրանցել 3 կետով, եւ դա նորարարության, գործարարության, ֆինանսական եւ աշխատաշուկաների արդյունավետության հաշվին։ Մրցունակության համաշխարհային զեկույցում 138 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 79-րդ տեղը։ Մրցունակությամբ Հայաստանից հետ են մնացել ու զգալի հետընթաց են արձանագրել Մոլդովան, Ղրղստանը եւ Ուկրաինան։ Զեկույցի վերլուծաբանները նշում են, որ եթե Հայաստանը տարին 3-4% աշխատանքի արտադրողականության աճ գրանցի, երկրի մրցունակությունը էականորեն կբարձրանա։ Անհրաժեշտ է նոր տեխնոլոգիական նոր դարաշրջանին համապատասխան լայնամասշտաբ կրթական բարեփոխումներ գտնելու համար այն նոր մոդելները, որոնք համապատասխանում են նոր դարաշրջանին։ Կառավարությունը հաստատեց երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը։ Պետբյուջե 2017-ում եկամուտը կավելանա 70 միլիարդ դրամով, իսկ ծախսը կկրճատվի 100 միլիարդ դրամով։ Ընդհանուր առմամբ համախմբված բյուջեն եկամուտների գծով կլինի 1 տրիլիոն 244 միլիարդ 400 միլիոն դրամ, ծախսերի գծով 1 տրիլիոն 394 միլիարդ 500 միլիոն դրամ։ Դեֆիցիտը, այսինքն պակասուրդը, կկազմի 150 միլիարդ 100 միլիոն դրամ։ Կոշտ բյուջե ենք նախատեսում 2017 թվականին։ Թվերը խոսում են դրա մասին, մոտավորապես 70 միլիարդ նախատեսում ենք եկամուտների աճ, մոտավորապես 100 միլիարդ նախատեսում ենք ծախսերի նվազեցում։ Սկզբունքը դրվել է այն, որ հիմնականում պահպանողական լինենք հաշվի առնելով նախորդ տարիները։ Այս շաբաթ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը հայտարարեց, որ հարկայինի համար բոլորն են հավասար։ Հսկողությունը խիստ է լինելու բիզնեսի սեփականատիրոջ կարգավիճակից անկախ։ Ընդհանուր առմամբ խոշոր բիզնեսը այս տարվա 9 ամսում հարկային մուտքերը ավելացրել է 7%։ Հունվարից մինչև օգոստոս երկրի ամենախոշոր 520 հարկատուները 293 միլիարդ դրամ հարկային եկամուտ են ապահովել պետության բյուջեում։ ՊԵԿ-ը պարզաբանել է, որ սա հիմնականում ստվերի կրճատման արդյունք է, քանի որ խոշոր հարկատուների առաջին հնգյակում ընդգրկված ընկերությունները անցած տարվա համեմատ քիչ հարկ են վճարել։ Այս ցուցանիշը ապահովել է այն պայմաններում, երբ 2015 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության խոշոր հարկ վճարողների ցուցակի առաջին 5 հորիզոնական զբաղեցնող կազմակերպություններից 4-ը նվազեցրել են 8 ամսվա կտրվածքով իրենց հարկային վճարումները շուրջ 15.3 միլիարդ դրամով։ Վարչապետ Կարեն Կարապետյանը գործարարներին առաջարկել է ներկայացնել կառավարությունից սպասվող քայլերը, որոնք գործարար միջավայրի համար բարենպաստ պայմաններ կստեղծեն։ Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստ է ստեղծել միջավայր, որպեսզի սպիտակ դաշտում աշխատող գործարարը իրեն հարմարավետ զգա։ Ստվերում աշխատողն էլ գիտակցի, որ պետք է դառնա բարեխիղճ հարկատու։ Մեր մոտեցումը հետևյալն է։ Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում անենք, մենք երկիր չենք սարքելու։ Պաշտոնյաները վարչական պատասխանատվության կենթարկվեն հայտարարագրերում կեղծ տվյալների համար։ Մինչև այժմ չկա օրենք, որով բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն, եթե եկամուտների մասին կեղծ տվյալ ներկայացնեն։ Կառավարությունը որոշեց ուղղել բացթողումը։ Վարչական բացթողումների օրենսգրքում փոփոխություն կարվի։ Հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է նախազգուշացում։ Այդ նախազգուշացումից հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է վարչական տուգանք։ Նվազագույն աշխատավարձի 200 պատիկի չափով։ Հարկատուների կյանքի կարևորագույն փաստաթուղթը հարկային օրենսգիրքը այս շաբաթ օրենսդիրների սեղանին էր։ Նախագծի փոփոխված տարբերակը 79 կողմ 24 դեմ 1 ձեռնպահ ձայնով ընդունվեց երկրորդ ընթերցմամբ։ Հիմնարար փոխվել է հարկային օրենսգիր քիչ ներկայացված եղել առաջին ընթերցմամբ։ Իդեպ այս շաբաթ հարկայինը հայտարարեց, որ պատրաստ է մեծ գումար հատկացնել ու գործարարներին վերադարձնել ավելացված արժեքի հարկի գծով իրենց գերավճարները։ Այդ փողերը հետ կստանան հիմնականում արտադրողները, այժմ գինեգործները ու կոնյակագործները, որպեսզի մթերած խաղողի համար խաղողագործներին վճարումները չուշացնեն։ Հաշվի առնելով մեր գյուղմթերք մթերողների, հիմնականում խաղողագործ կոնյակագործների ֆինանսական դժվարությունները 18 մթերողի այս պահի դրությամբ սեպտեմբեր ամսին
վերադարձվել է արդեն մոտ 500 միլիոն դրամ գումար։ Հարկերից բանկեր, կառավարության ղեկավարը բանկերներից ակնկալում է գործնական ու ոչ ստանդարտ լուծումներ, որոնցով նոր թափ կհաղորդվի բիզնես միջավայրի բարելավմանը եւ ներդրումների ներգրավմանը։ Դրանից հետո Կենտրոնական բանկը հայտարարեց, որ տարվա ընթացքում ֆինանսաբանկային համակարգը դրական է աշխատել եւ կայուն վիճակում է։ Վարկավորման ծավալը ավելացել է 5%։ Վարկավորման ակտիվացումը քաղաքացիների ավանդների դինամիկ աճի շնորհիվ է։ Ունենք թե ֆիզիկական անձանց ավանդների աճ եւ թե իրավաբանական անձանց ավանդների աճ։ Ընդ որում ֆիզիկական անձանց կողմից ավանդների երկու արժույթով էլ դրամով էլ եւ արտարժույթով ընդհանրապես ավանդների աճն էլ խոսում են նաեւ ֆիզիկական անձանց վստահության մասին մեր բանկային համակարգի նկատմամբ։ Այս երեքշաբթի Կենտրոնական բանկը դարձյալ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Վերջին 1 տարվա ընթացքում սա 9-րդ դեպքն էր, այս անգամ կես տոկոսային կետով։ Այժմ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.75% է կազմում։ Անցած տարվա սեպտեմբերին 10.25% էր։ Գլխավոր դրամատունը այդ միտումը անվանում է արձագանք տնտեսության իրական հատվածի վիճակին եւ սպառողական շուկայում գնանկմանը։ Ունեն գնանկումային ռիսկեր ներքին պահանջարկի մասով միջնաժամկետ հատվածում, այսինքն 3 տարվա հորիզոնում գնաճի նպատակը 4%-ն է։ Իդեպ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի թուլացումը անցյալ տարվանից հետո դրամավարկային քաղաքականության թուլացման 200-րդ դեպքն է աշխարհում։ Reuters միջազգային հեղինակավոր գործակալությունը նկատել է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության պայմանների անընդմեջ թուլացումը եւ մեր գլխավոր դրամատունը ներառել է դրամավարկային քաղաքականության համաշխարհային սերիական մեղմացնողների շարք։ Եվ դարձյալ միջազգային տնտեսության մասին 2008 թվականից հետո առաջին անգամ OPEC-ի երկրները պայմանավորվել են կրճատել նավթի արդյունահանման տեմպը։ Ալժիրում կայացած փակ ժամանակ Սաուդյան Արաբիան ի վերջո մեղմել է իր դիրքորոշումը եւ երկրները պայմանավորվել են արդյունահանել օրը 32.5 միլիոն բարել նավթ։ Այս պայմանավորվածությունը ուժի մեջ կմտնի նոյեմբերին։ Այս ֆոնին նավթի միջազգային գները աճել են, դեռ պարզ չէ, թե դրան ինչ արագությամբ կարձագանքի արտարժույթի շուկան։ Այդուհանդերձ Հայաստանի Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայում լուրջ տատանումներ չի սպասում։ Ամեն դեպքում Կենտրոնական բանկի հրապարակած տվյալով այս շաբաթ դոլարը արժեր միջինը 474 դրամ 46 լումա։